Հայաստանի հանրային ռադիոն, Շվեյցարիայի համադաշնության կառավարության և Դեպոպ կառավարման ինստիտուտի աջակցությամբ ներկայացնում է։ Ստատուս քվո՝ իրադրությունն այնպես, ինչպես որ կա, առանց գունավորումների։ Ստատուս քվո՝ կարելի է այն փոխել, ինչպես եւ արդյոք դա անհրաժեշտ է։ Ստատուս քվո։ Քաղաքագետ Գևորգ Մելիքյանի հաղորդաշարում։ Սիրելի ռադիոլսողներ, սկսում ենք ստատուս քվոն, ինչպես միշտ ձեզ հետ քաղաքագետ Գևորգ Մելիքյանը, սա հանրային ռադիոյի ուղիղ եթերում հեռարձակվող ամենօրյա հաղորդումն է, եւ մենք պետք է հիշեցնենք, որ ամեն ուրբաթ նվիրում ենք հիմնականում ընտրություններին, եւ այս հարցում մեզ օգնում է Շվեյցարիայի համադաշնության դեսպանությունը, ինչպես նաև Դեպոպ կառավարման ինստիտուտը, որոնց հետ միասին մենք իրականացնում ենք այս տեսահաղորդումների շարքը, որը նվիրված է մոտակա ընտրություններին, որը տեղի կունենա ապրիլի 2-ին, եւ մենք այս երկու կառույցների, մասնավորապես Շվեյցարիայի համադաշնության կառավարության եւ Դեպոպ կառավարման ինստիտուտի հետ միասին փորձում ենք աջակցել Հայաստանում արդար եւ թափանցիկ ընտրությունների անցկացմանը, այդ ընտրություններին քաղաքացիների գիտակցված մասնակցությանը, ինչպես նաև փորձում ենք նպաստել Հայաստանում քաղաքացիական գիտակցության զարգացմանը բոլոր հնարավոր միջոցներով եւ այս նպատակն հետապնդում նաև հանրային ռադիոն իր բոլոր հարթակներով։ Ես ուզում եմ հիշեցնել մեր ռադիոլսողներին, որ մենք նախորդ հաղորդումները նվիրեցինք ընտրակաշարքին, ընտրակեղծարարությանը, ինչպես նաև ընտրական գործընթացներում միջազգային կառույցների դերին եւ նշանակությանը։ Այսօր մենք քննարկենք մեկ այլ թեմա, թե ինչպես են քաղաքական ուժերը փորձում մոտիվացնել իրենց ընտրողներին, ինչպես են փորձում ցույց տալ եւ դուրս բերել միգուցե նաև այդ քաղաքական հաճախ ֆրուստրացիայից, որ կա մեր շատ ընտրողների մոտ, եւ այս քննարկումը կազմակերպելու համար մենք հյուրընկալել ենք ելք ընտրական դաշինքով առաջադրված падգամավորության տեխնացու Հանրապետություն կուսակցության անդամ իրավապաշտպան Արտակ Զեյնալյանին։ Արտակ, բարև ձեզ։ Բարի երեկո Գևորգ, բարի երեկո հարգելի։ Այո, իհարկե։ Բարի երեկո, մենք իսկապես արդեն երեկո է մեզ մոտ, եւ Ծառուկյան դաշինքի ազգային ժողովի падգամավորության տեխնացու թիվ 1 ընտրատարածքում աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախկին նախարար Գևորգ Պետրոսյանին։ Գևորգ, ողջունում ձեզ եւս։ Բարի երեկո ձեզ։ Մենք ունենք նաեւ հնարավորություն հեռախոսազանգեր ընդունել հաղորդման ընթացքում եւ կարծում եմ, որ մենք այսօր կունենանք շատ կարեւոր քննարկում 55-37-02 հեռախոսահամարով, եթե զանգարեք ցրել ռադիոլսողներ, մենք կընդունենք ձեր զանգերը, կլսենք ձեր առաջարկները եւ ձեր մեկնաբանությունները այս կամ այն հարցով։ Ես քանի որ այս քննարկումը միշտ փորձում եմ բացել կարևոր հարցով, որը հետագայում կդառնա այս քննարկման նաեւ բուն թեման, ուզում եմ այսօր հարցնել ձեզ հետեւյալը, պարոնայք։ Արտակ, մենք գիտենք, որ Հանրապետություն կուսակցությունը միշտ չէ որ ակտիվ եղել, չնայած դուք չեք համաձայն ինձ հետ, ես վստահ եմ, որ դուք համաձայն չեք լինի, բայց կա նման գոնե տպավորություն, միգուցե սխալ, որ առիթից առիթ են կուսակցությունը այս գալիս քաղաքական դաշտ, թեև ես գիտեմ, որ դուք հայտարարություններով հանդես եք գալիս, բնականաբար նրանք ովքեր հետևում են նրանք գիտեն։ Գևորգ, Ծառուկյան դաշինքը, որի հիմնական կորիզը կազմում է ԲՀԿ-ն, Բարգավաճ Հայաստանը, նա էլ կարծեք թե ընտրողների համար այս վերջին հատկապես տարիներին մի փոքր անհասկանալի է թե որ դաշտում է իշխանական, ոչ իշխանական եւ ինչպես է պատրաստում ինքը իր կուսակիցներին, իր ընտրողներին բերել այդ դաշտ, բերել նորից ընտրության, բերել նորից այդ ավելի կայուն, ավելի որոշակիության, չէ որ կա որոշակի անորոշություն, Արտակ, չէ համաձայն չեք, որ այդքան այստեղ այնտեղ այդ քաղաքական ուրեմն անցուդարձը որոշակի կարող է մարդկանց մոտ անորոշության նստվածք թողնել եւ չստիպել նրանց մասնակցել ընտրություններին, քանի որ միգուցե մտածեն, որ ինչու համար են մասնակցում, ինչպես եք մոտիվացնելու ձեր ընտրողներին։ Հանրապետություն կուսակցությունը արդեն 15 տարվա պատմություն ունի եւ հիմնադրման օրվանից շատ բուրըն գործունեություն իրականացրել, եղել է իրադարձությունների կենտրոնում, նաև իրադարձությունների գեներատոր է եղել Հանրապետություն կուսակցությունը։ Հենց հիմնադրման պահին, հիմնադրման օրը, հիմնադրման համագումարի ժամանակ ընթերցվել է հայտարարություն 3 կուսակցությունների համատեղ գործունեությամբ հանդես գալու ժողովրդական կուսակցության եւ ազգային միաբանության։ Հենց դա եղել է հիմնադրման օրը։ Այսինքն մենք շռնդալից մտել ենք քաղաքական գործունեության մեջ, մասնակցել ենք
ժամանակի բոլոր իրադարձություններին, եղել ենք ինչպես արդեն ասացի կենտրոնում, հարյուրավոր հանրահավաքներ ենք կազմակերպել, մասնակցել, իրականացրել ենք երթեր, ընտրություններին ենք մասնակցել եւ ժամանակին այն ընտրություններին հաջորդող process-ներում եղել ենք գլխավոր դերակատարներից մեկը, եթե համեստություն անեմ եւ չասեմ գլխավոր դերակատարը, ու նաեւ ունեցել ենք զբաղեցրել ենք քաղաքական բանտարկյալների կեսից ավելին։ Նրանք եղել են Հանրապետություն կուսակցության անդամներ, քաղաքական խորհրդի անդամներ Հանրապետություն կուսակցության ձերբակալված են եղել, նրանց նկատմամբ մեր հարուցված եղել քրեական հետապնդում, մեր գրասենյակը անդիմադիր գործունեության եւ քաղաքական գործունեության հետևանքով գրոհվել է, մարդիկ ձերբակալվել են հենց գրասենյակից, այդ թվում նաեւ ես եմ ձերբակալվել Հանրապետություն կուսակցության գրասենյակից ու ժամանակի ընթացքում եղել ենք իշխանությունների վարչակազմի հետապնդումների թիրախում, այսքան բուրըն քաղաքական գործունեությամբ ենք զբաղվել, իսկ վերջին տարիներին 2007-2008 թվականներից հետո մենք որոշակիորեն պաուզա ենք վերցրել։ Դրանով է պայմանավորված միայն, իսկ ընդհանրապես նման գործունեություն իրականացնելու համար, նման բուրըն պատմություն ունենալու համար կարծում եմ 15 տարին քիչ է կարելի մտածել, որ այս պատմությունը կերտվել է ոչ թե 15 տարում, այլ շատ ավելի երկար ժամանակահատվածում։ Լավ, Արտակ, մենք հիմա լսենք նաև Գևորգին, որից հետո նորից կգնանք դեպի քննարկումը։ Շնորհակալություն, ես ավելի կարճ արտահայտվեմ։ Բարգավաճ Հայաստան կուսակցությունը այս պահին գործում է ընդդիմադիր դաշտում։ Կարծում եմ կուսակցության ոչ մի ներկայացուցչի, ոչ մի գործողությունը այլ ենթադրություն անելու հիմք չի տալիս։ Կուսակցությունը եղել է նաև իշխանության մեջ, բայց այս պահին հստակ զբաղեցնում է ընդդիմադիր դաշտը եւ նշանակալի ներդրում ունի ընդդիմադիր դաշտի ընդհանուր զարգացման գործում։ Դրա վառապացույցը եւ կուսակցության падգամավորների եւ ակտիվիստների ելույթներն են, հրապարակային գործողություններն են, որոնցում հստակ արտահայտվում է իշխանությունների վարած ներկայիս քաղաքականությանը անհամաձայնությունը։ Այստեղ կարծում եմ տարանկալման տեղիք չկա։ Իսկ այն ինչ որ արել է Բարգավաճ Հայաստանը, կարծում եմ դա այս պահին ներկայացնելու խնդիր չէ։ Այսօր մենք ապրում ենք ինտերնետի դարում, մենք ապրում ենք շատ ինֆորմացված եւ ցանկության դեպքում կարող են տեսնել թե Բարգավաճ Հայաստան կուսակցությունը թե իշխանությունում տեղ զբաղեցնելու տարիներին եւ թե դրանից հետո ինչպիսի ահռելի քաղաքական հասարակական գործունեություն է իրականացրել, ընդհանրապես երկրում որակյալ օրենսդրություն ունենալու, գործող օրենքները ի կատար ածելու եւ դրանց ի կատար չածման մեջ մեղավոր անձանց թե մեղադրելու թե հետողությամբ անհրաժեշտ գործողություններ կատարելու հարցում։ Մի հարցում պիտի ես ձեզ ոչ թե հակադարձեմ, այլ պարզապես մի փոքրիկ մեկնաբանություն անեմ։ Բարգավաճ Հայաստան կուսակցությունը 2 տարի առաջ ունեցած հայտնի իրադարձություններից հետո կորցրեց բավականին շատ ընտրազանգված մարդիկ, ովքեր որ մաս են կազմում, ինչ պատճառով եւ լքեցին կուսակցության շարքերը եւ սկսեցին անվստահություն հայտնել։ Այո, հիմա նորից վերականգնվել են շատ բաներ եւ բնականաբար մարդիկ հասկանալի է, որ գործընթացն է, սա զարմանալի բան չկա։ Իմ ասածը հենց սա էր, որ արդյոք կարողանալու եք այս անգամ եւս ձեր ընտրողին բերել դաշտ, բերել ընտրության, ոչ թե ենթադրենք ինքը գնա այս կամ այն քաղաքական ուժին ձայն տա, որ ավելի շատ գումար է տալու։ Շնորհակալություն։ Թույլ տվեք չհամաձայնել ձեր այն դիտարկմանը, որ Բարգավաճ Հայաստանը վերջին 2 տարում ընտրազանգված է կորցրել։ Ես չգիտեմ, դուք ասենք վիճակագրական տվյալներ եք հրապարակում, թե դա ինչ որ կարծիք է, իրականում այդպեսի կորուստ չի եղել։ Իհարկե կարող են լինել առանձին անհատներ, ովքեր ասենք կուսակցությունից հեռացել են անձնական խնդիրներից ելնելով անձնական նպատակներով, բայց այդպեսի համատարած արտահոսք կուսակցությունից չի եղել։ Ավելին ասեմ, կուսակցությունում եղել են նաև համալրումներ։ Առավել եւս Գագիկ Ծառուկյանի քաղաքական ակտիվ էջը վերաբացելու դիրքորոշումից հետո կուսակցությունում այս պայդերությամբ շարունակում են համալրումները մարդկային ռեսուրսներով, ընդ որում տարբեր սոցիալական շերտերից, տարբեր խավերից, տարբեր մասնագիտությունների ու զբաղմունքների տեր մարդիկ, եւ այսօր մենք լիակատար կազմ պատրաստ գնում ենք դեպի 2017 թվականի ապրիլի 2-ի համապետական ընտրություններ։ Ես կփորձեմ Արտակին հարցնել, ներողություն, ասենք, ընդ որում մինչ այս, սա ոչ թե իմ անձնական կարծիքն է, մինչ այս որևէ փորձակար չի եղել այդ տեսակետը ճշգրտելու համար, որ հաստատված համարելու համար, որ կուսակցությունը կորցրել է ձայներ, որտեղ մինչ այս չէր եղել որևէ ինչ որ ընտրություն։ Պարզապես դա կարող են հիմա առանձին լրագրողներ կամ առանձին անհատներ իրենց կարծիքը բայց նորմալ է, որ կուսակցությունները կորցնում են իրենց կուսակցությունից բացակայում են մարդիկ եւ նոր համալրումներ են լինում, կուսակցությունը ինքը կենթանի օրգանիզմ է եւ մեռյալ վիճակում չի գտնվում, բայց համատարած արտահոսք երբեք չի եղել, կրկնում եմ, այսօր
պայմանավորված պարոն Ծառուկյանի քաղաքական ակտիվ էջի վերաբացմամբ տարբեր մասնագետությունների մարդիկ նորից գալիս համալրում են կուսակցության շարքերը, մենք լիովին պատրաստ մոտենում ենք գալիք ընտրություններին։ Արտակ, եթե ունեք նրացնելու բան, սիրով կլսեմ, որ մենք շուտով ունենանք արդեն առաջին զանգ։ Անդիմադիր դաշտում գործելու վերաբերյալ մի հարց կուզեի հրապարակայնորեն տալ իմ գործընկերոջը։ Ներկայումս անդիմադիր դաշտում գործելու նաև իրավական հիմքեր կան։ Մասնավորապես ազգային ժողովի կանոնակարգ օրենքը ենթադրում է, որ խմբակցությունը դրա վերաբերյալ պիտի հայտարարություն անի անդիմադիր լինելու։ Բարգավաճ Հայաստանը նման հայտարարություն չի արել։ Բարգավաճ Հայաստանը այդ նման հայտարարություն արել է Տիկին Զորաբյանի կողմից, իմ կարծիքով ուշադիր լինելու դեպքում դուք այդ հայտարարությունը կգտնեք։ Եվ ի վերջո դա իրավական հիմք է, որը ենթադրում է, որ որոշակի իրավական հետևանքներ պիտի դրան հաջորդեն, համապատասխան անդիմադիր իրավական հետևանքը դա ամենառաջին այն է, անդիմադիր, որ այսօր կուսակցությունը ներգրավված չէ գործադիր իշխանությունում։ Ավարտեմ։ Իրավական հետևանքը հետևյալն է, որ կանոնակարգ օրենքով նախատեսված դեպքերում օգտվում է անդիմադիր քաղաքական ուժի լիազորություններից եւ իրավունքներից։ Սրա մասն է խոսքը։ Այսինքն կոնկրետապես դες որ իրավունքից չի օգտվել Բարգավաճ Հայաստանը։ Խնդիրը հայտարարության վերաբերյալ է անդիմադիր դաշտում գործելու, իսկ մնացած անդիմադիր լինելու հատկանիշների վերաբերյալ ես ներկայացրեցի, թե Հայաստանում անդիմադիր քաղաքական ուժը ինչպիսի ճանապարհ է անցնում, ինչ անգամ քաղաքական բանտարկյալներ ունենալը։ Ներողություն, նաեւ անդիմադիր լինելը դա ընդհանրապես հայտարարելով չի։ Հիմա ես կարող եմ բերել օրինակներ, երբ իրեն ամենաընդդիմադիր հռչակած քաղաքական գործիչը զարմանալի դիրքորոշում է արտահայտում եւ զարմանալի քվեարկությամբ է հանդես գալիս իշխանության կողմից ներկայացված օրենսդրական նախաձեռնությունների ընդունման ժամանակ։ Բայց քանի որ այդ ներկայացուցիչը այստեղ չէ, ես կոռեկտ չեմ համարում իր հետևից ասել իրեն ասելիքին, ինչ որ պետք է ասել նրա դիմաց։ Ունենք զանգ, իհարկե այստեղ անդադ գայթակղություն կա, շարունակել ես կարևոր քննարկում։ Մենք գիտենք, որ նաև ազգային ժողովում միշտ չէ, որ Բարգավաճ Հայաստանը ունեցել ընդդիմադիր կեցված քվեարկության մասով, այսինքն շատ օրենսդրական նախագիծներ եղել են քվեարկություններ, երբ որ կուսակցությունը խմբակցությունը որոշել է ազատ թողնել, այսինքն այդպես հստակ արտահայտված դիրքորոշում չեղե, բայց ով կարող է հերքել, ով կարող է ժխտել կուսակցության առանձին գործիչների սուր ընդդիմադիր ելույթները եւ նաեւ քվեարկությունները, որոնք ակնհայտորեն ցույց են տվել կուսակցության հաճախ նորից եմ կրկնում շատ ընդգծված ձևով արտահայտված անհամաձայնությունը իշխանության այս կամ այն նախաձեռնության նկատմամբ, բայց ես այն մոլորությանը չեմ երբեք տրվել, որ ընդդիմադիր են, ով այդպես իրեն հայտարարում է, հռչակում է։ Մարդը կարող է իրեն հռչակել ընդդիմադիր, քաղաքական ուժը կարող է ընդունել ընդդիմադիր կեցված, բայց անհրաժեշտության դեպքում վարվել ավելի իշխանահաճո, քան այն ուժերը, որոնք իրենց այդպես ընդգծված ընդդիմադիր, այսպես ասած երթվյալ ընդդիմադիր չեն համարում, բայց անհրաժեշտության դեպքում դրսևորում են անհրաժեշտ հակազդեցություն։ Ձեր թույլտվությամբ պարոն վերցնեմ այս զանգը, մենք կխնդրենք ռադիո լսողին, որպեսզի ներկայանա եւ լինի կոռեկտ եւ կարճ, եթե կարելի է։ Լսում ենք ձեզ, դուք եթերում եք։ Ես ճիշտ ասած ուզում էի ձեզ հարց տալ, հարգելի Գևորգ, որովհետեւ ես տեսնում եմ, որ քաղաքական դաշտում բոլորը իրար մեջ վիճում են, թե ով ավելի անդիմադիր քան մյուսը։ Ես բանտում եմ նստել, իսկ ես քննարկում եմ իշխանությանը, իսկ ես ես։ Իրականում խնդրում եմ, որպես քաղաքագետ բացատրեք ինչա նշանակում լինել անդիմադիր ուժ եւ մի բան էլ ավելի շատ ոչ թե հարց է, այլ ուղղակի սովորական ժողովրդից մի խոսք։ Եթե ձեզ թվում է, որ դուք ակտիվ եք, եթե ձեզ թվում է, որ դուք անդիմադիր եք, կամ եթե ձեզ թվում է, որ դուք առաջատարն եք, մի մոռացեք, որ ինչ որ ձեզ է թվում, դա մի բան է, իսկ իրականությունը, այսինքն մեր կարծիքը ձեր մասին, լրիվ ուրիշ բան է։ Մի քիչ ավելի իրատես եղեք, մի քիչ ոտերը հողից մի կտրեք ու մի քիչ հաճախ սոցիալական հարցումներ արեք, ոչ թե դրեք համոզեք, որ մենք եսի ինչն ենք։ Ժողովուրդը ոչ մեկին չի հավատում այսօր։ Լավ, շնորհակալություն։ Իհարկե ես ուզում եմ շնորհակալություն հարցի համար, կարծում եմ, որ ավելի ճիշտ կլինի, որ մեր բանախոսները պատասխանեն ընդդիմությունը բարդ օրգանիզմ է քաղաքականության մեջ եւ իհարկե այդպես դասական տեսական մասով չէ, որ մենք կարող ենք իրեն սահմանել, կարող եք արձագանքել արտակ այս սանգին։ Դասական իմաստով ընդդիմությունը քաղաքական փոքրամասնությունն է։ Օրինական արդար թափանցիկ ընտրություններով ձևավորված քաղաքական փոքրամասնությունն է, բայց սա աղավաղված է, քանի որ հասարակության ընկալման մեջ քաղաքական փոքրամասնությունը այն ուժն է, ով որ բռնի կերպով յուրացրել է մանդատների մեծամասնությունը։
Դրա համար աղավաղված է այս ամեն։ Իսկ ընդհանրապես յուրաքանչյուրիս արտահայտած տեսակետը դա սուբյեկտիվ է եւ դա դառնում է օբյեկտիվ, երբ մենք միակ մոմենտ, մեկ պահի արտահայտում ենք մեր սուբյեկտիվ կարծիքը, ասենք համապետական ընտրություններում քվեարկելով եւ մենք բոլորս միասին որոշում ենք թե որն է ճիշտը։ Հայաստանում քանի անգամ է եղել նման դեպք, երբ որ մարդիկ, ժողովուրդը հավատում է քվեարկության արդյունքներին։ Մատների վրա կարելի է հաշվել։ Վերջինը թերևս 99 թվականի մայիսի խորհրդարանական ընտրություններն են, երբ Արդարություն դաշինքը ձևավորեց ստացավ ազգային ժողովի մեծամասնությունը։ Եթե կարելի է ես էլ արձագանքեմ հարգելի հարցատուի հարցին, ուրեմն նախ ասեմ, որ Ծառուկյան դաշինքը երբեք այս ընտրարշավին չի մասնակցում այն խաղակարտով, թե իբր ինքը թիվ 1 ընդդիմադիրն է։ Այդպիսի անբարեխիղճ անհեռատես մրցավազքի մենք երբեք չենք տրվել։ Այո, մենք ընդդիմադիր դաշտում ենք գործում եւ ունենք շատ իրատեսական ծրագիր, մենք հիմա ընտրազանգվածին ժողովրդին ներկայացնում ենք մեր ծրագիրը նախընտրական, որը իշխանության գալու եւ քաղաքական մեծամասնություն դառնալու դեպքում մենք կենսագործելու ենք, բայց դրա կենսագործման համար անհրաժեշտ է ժողովրդի վստահության մեծ պաշար։ Այս սա է խնդիրը, այսինքն մենք այսօր շատ ընդդիմադիր քաղաքական ուժերից տարբերվում ենք հենց ամենաառաջինը դրանով, որ ունենք հստակ ծրագիր եւ այդ ծրագիրը կյանքի կոչելու հստակ մեխանիզմներ եւ ամենևին էլ մեզ համար խաղաքարջ է, որ մենք ենք թիվ 1 ընդդիմադիր։ Ես նորից եմ կրկնում, այսօր կան ընդդիմադիր կոչվածներ, ովքեր անհրաժեշտության դեպքում շատ ավելի իշխանահաճո վարքագիծ են դրսևորում, քան այն ուժերը, ովքեր իրենց չեն հրճակում բացարձակ սուր ընդդիմադիր, բայց անհրաժեշտության դեպքում կրկնում եմ, ցույց են տալիս անհրաժեշտ դիմակայություն։ Այսպեսի մրցավազք չկա Ծառուկյան դաշինքի համար։ Ինի ունենք զանգ, իհարկե այստեղ հարցանն է, որ ընդդիմությունը պարտադիր չի լինի այն, որ ընդհանրեն երբ որ իշխանության հետ խնդիր ունի կամ կոալիցիայից դուրս է գալիս, անմիջապես դառնում է ընդդիմություն, իսկ մնացած բոլոր առումներով որևէ հակադրություն, հակասություն չունի իշխանական, ընդհանրեն արտաքին քաղաքականության մասով կամ ներքաղաքական այս կամ այն զարգացումների մասով կարող է չունենալ, բայց ինքը համարում է իր ընդդիմություն, որտեղ դուրս է եկել կոալիցիայից։ Ընդդիմություն է համարվում, որովհետև գործադիր իշխանությունում պաշտոն չի զբաղեցնում։ Սա արդեն իշխանության մեջ չլինելու վիճակն է, եւ ուրիշ վիճակ քաղաքագիտությանը եւ օրենսդրությանը հայտնի չի։ Կա իշխանական ճամբարում Գաղափարական առումով գիտեք, հիմա շատ վիճելի է, հիմա կարող է մի նախագիծ լինի, որտեղ ասենք ընդդիմադիր խմբակցության падգամավորները կամ նրանց մի մասը քվեարկեն այնպես, ինչպես որ այդ նախագիծը ներկայացված է, ասենք դիցուկ իշխանության կառավարության, ասենք նախաձեռնությամբ, բայց դա չի նշանակում, որ եթե այս կամ այն քվեարկությունը միատար չի անցել, ուրեմն ընդդիմադիր կուսակցությունը կամ քաղաքական ուժը հետ գնաց իր ընտրած ճանապարհից, դավաճանեց իր ընտրած։ Իհարկե բարդ խնդիր ենք մենք, որովհետև եթե մի կուսակցություն եղել է իշխանության մեջ, կոալիցիա կազմել, այսինքն պատասխանատվություն է կիսել իշխանության հետ եւ ինքը մի որոշ պահից հետո իրեն հայտարարում է ընդդիմություն։ Հետո մի որոշ պահից չէ, ներողություն, ձեր ասածը կլներ այնպես, երբ որ կուսակ Բարգավաճ Հայաստանը ունենար, ասենք, քաղաքական ներգրավվածություն ոչ միայն ազգային ժողովում, այլև գործադիր իշխանությունում եւ իրավաբանական ներգրավվածություն եւ հանգարց ինչ որ բանից դժգոհելով ասել մենք դարձանք ընդդիմադիր։ Եթե դու գործադիր իշխանությունում պաշտոն չես զբաղեցնում, պորտֆելներ չունես, դու համարվում ես արդեն ոչ իշխանական ուժ։ Իսկ ոչ իշխանական ուժի մյուս ավանդական գնահատականը դա ընդդիմադիր ուժն է։ Ուրիշ որևէ բան քաղաքագիտությանը համենայնդեպս ընդունված տեսակետ նաեւ կար այլընտրանքային ընդդիմություն։ Հիշում եք, այդպիսի անվանում կար, ոչ թե դասական ընդդիմություն, այլ այլընտրանքային ընդդիմություն։ Բայց եկեք վերցնենք իշխանության այլընտրանք։ Եկեք վերցնենք զանգը, որպեսզի մեր ռադիոլսողներին շատ հնարավորություն տանք խոսելու։ Լսում ենք ձեզ, դուք եթերում եք։ Բարի երեկո։ Բարի երեկո։ Լսում եք, դուք եթերում եք։ Ուրեմն ես երկու հարց ունեմ, մի հատ երկդաշինքի ներկայացուցիչ, մի հատ Բարգավաճին, ուրեմն մոտ 2-3 օր առաջ հանրային ռադիոյով Տիգրան Քոչարյանի հեղինակային ծրագրի շրջանակներում միտք ասվեց, որ ինտերնետում հարցում անցկացվել, որ ըստ որի արդյունքների ելք հավաքել է 40, հանրապետականը չեմ հիշում 10 եւ այլն։ Հետո ասեց, որ պարզվեց, որ այդ էջը պատկանում է երկդաշինքին։ Խնդրում եմ երկդաշինքի մեկնաբանությունը, մեկ էլ ինչպես է վերաբերում Բարգավաճ Հայաստան կուսակցության ներկայացուցիչը այն ֆակտորին, որ նախկին հանրապետականները հիմա Բարգավաճում տեղ են զբաղեցնում ու այսպիսի մեկնաբանություններով են հիմնավորում իրաց մտնելը Բարգավաճ, որ հանրապետականում տեղ չկար, եկա Բարգավաճ։ Շնորհակալ, խոսքը Ծառուկյան դաշինքի մասն է, Արտակ, խնդրեմ։ Նախընտրական քարոզարշավի շրջանակներում տարբեր սոցիոլոգիական հարցումներ են իրականացվում տարբեր լրջության աշճանի։
կոնկրետ այդ դեպքի վերաբերյալ ես տեղյակ չեմ, թե ինչ կայքում է իրականացվել քվեարկությունը, սակայն երկու քվեարկության տեղյակ եմ թերթերի կայքերում իրականացված քվեարկության արդյունքներին տեղյակ եմ AMEC+ լրատված միջոցի կայքում եւ հրապարակի կայքում, որոնք ելքին չեն պատկանում։ Իհարկե սրանց լրատվության մակարդակը շատ բարձր չի, որովհետեւ այդ լսարանն է ընդամենը այդ զանգվածային լրատվության միջոցների լսարանն է իրականացրել քվեարկություն կամ մարդիկ դրան լուրջ չեն վերաբերվել, օրինակ դրանցից մեկում կոմունիստական կուսակցությունը ստացել էր 7%։ Մենք չգիտենք դա որքանով է լուրջ։ Հասարակական հարցումներ են, հետաքրքիր զբաղմունք է եւ սա պետք չի ընդունել որպես բացարձակ ճշմարտություն։ Կարող է նաեւ, ասենք, ցուցիչ չէ, այսինքն։ Ցուցիչ չէ բոլորովին եւ սրա նկատմամբ պետք չի տրամադրված լինել։ Կարող է նաեւ ելք դաշինքը իր կայքում իրականացրած լինի քվեարկություն, որը բնականաբար պարզ է, որ օբյեկտիվ չի արտահայտում պատկերը եւ սրան պետք չի, ասենք, վերաբերվել այդպես ընդդիմացած։ Խնդրեմ Գեորգ։ Շնորհակալություն։ Ես ճիշտն ասած հարցի ենթատեքստը փորձեմ հասկանալ, գուցե եւ սխալվում եմ, եթե սխալվում եմ թող ներող լինի հարցատուն, բայց հավանաբար նկատի ունի, որ այդ ուժերը նույնացնում են իրար հետ, դրա համար ինչ որ մեկի համար, ով որ այդ կարծիքը արտահայտել է, ըստ էության մեծ հաշվով նշանակություն չունի, ինքը կլինի, ասենք, Ծառուկյան դաշինքում, թե հանրապետական։ Ես ազգանունը չեմ հիշում, բայց կար մի հոգի, որը այդպես էր հայտարարել, որ ես անկեղծ լինելու համար ասեմ, որ ես եմ լսել այդ հայտարարությունը, իհարկե հեղինակի անունը չեմ իմանում որ տամ, այստեղ անձը կարևոր չի, հիմա գուցե մեկ իր միտքը արտահայտել է այնպես, բայց ով որ ուշադիր է դեպքերի զարգացման իրադարձությունների ընթացքին, ընդհանրապես նա տեսնում է եւ համոզվում է, որ Ծառուկյան դաշինքը իսկ ավելի ստույգ Բարգավաճ Հայաստան կուսակցությունը դա ամենևին էլ քաղաքական գործիչների տուգանային հրապարակ չէ, որ անհաջողության մատնվի կամ փոխաբերական իմաստով վթարի ենթարկվի, գա հանգրվանի Բարգավաճ Հայաստանում, առավելևս Ծառուկյան դաշինքում։ Հիմա կարող եմ Խաչիկ Մանուկյանի մասը։ Գուցե նա այդպես է արտահայտվել, բայց ես վստահաբար կարող եմ ասել, որ նա էլ այդ կարծիքին չի, որ Բարգավաճ Հայաստանը կամ Ծառուկյան դաշինքը ներկա պահի դրությամբ, ասենք դա այն քաղաքական միջավայրներ, որտեղ կարող են հայտնվել ամեն մեկը միայն այն պատճառով, որ նա ինչ որ մի այլ տեղ չի գտել։ Ավելին ասեմ, ես որևէ մեկին անվանարկելու իրավունք եւ նպատակ չունենալով, բայց մենք տեսնում ենք արդեն, որ իսկապես այդ երևույթը կա այլ քաղաքական ուժերի մոտ, երբ որ մարդիկ 3-4 քաղաքական ուժի հետ բանակցելուց հետո հայտնվում են 5-րդ ինչ որ ուժի դաշինքում, Աստված իրենց հետ մեր մոտ այդ խնդիրը չկա, մեր հիմնակազմը շարունակում է մնալ Բարգավաճ Հայաստանի կորիզը եւ այս հիմնակազմի շրջանակներում որևէ էական փոխատեղումներ տեղի չեն ունեցել, չեն արձանագրվել։ Շատ լավ, շնորհակալություն։ Արդյոք այս նման մոտեցումը, որ կարծեք միգուցե քաղաքական ուժերի համար շատ հստակ են դիրքորոշումները, ընդդիմադիր դաշտում են իրենք, որ դաշտում են խաղում, բայց արդյոք սա հենց այն չէ, ինչի մասին ես ասում եմ, որ ընտրողը միգուցե եւ չկողմնորոշվի, թե իսկապես այն ուժին, որին ինքը ուզում է ընտրել, որ դաշտում է խաղում, որ դաշտից է ինքը գալիս։ Կամ խնդրեմ։ Ներողություն, ուրեմն ես չեմ կարծում, որ հերոյ այն ժամանակը, երբ որ բոլորը գիտակցել են մի բան, որ արդեն մի պահ կարևոր չի թե դիմադիր ես լինելու, թե երկիր ենք կորցնում մենք, հարգելի Գևորգ։ Այսօր արտագաղթ ունենք անասելի չափերի, սոցիալական պաշտպանվածության վիճակը գրեթե զրոյական է։ Այսօր մենք ունենք դեմոգրաֆիական խնդիր։ Այս ամենը թողած մենք ընկել ենք ինչ որ ընդդիմություն, եթե իշխանությունը իրականացնի սահմանադրությամբ ամրագրված իր պարտականությունների գոնե 50%-ը, ես համաձայն կլինեմ դուրս գալ այս դաշինքից եւ գնալ կանգնել իշխանության կողքին, որպեսզի սատարել այս վիճակին։ Մենք հիմա երկիր ենք կորցնում, մենք անկախություն ենք կորցնում, մենք ինքնավարություն ենք կորցնում։ Իսկ այդ անվտանգություն եւ առաջընթաց կարգախոսը, որ հրապարակվել է հայտնի քաղաքական ուժի կողմից, սա ես կարծում եմ, որ առայժմ կարգախոսի մակարդակի է, որովհետեւ մենք Հայաստանում ոչ առաջընթաց ունենք, ոչ ունենք անվտանգություն։ Եթե դատենք այնպես, որ անվտանգությունը դա ինչպես ներքին բաղադրիչ ունի, այնպես էլ արտաքին, ինչ արտաքին անվտանգության մասին է խոսքը, երբ որ այսօր կրկնում եմ, հասարակության հիմնական շերտերը բանվորը ստրուկ է, գիտնականը մուրացկանն է դարել, ներողություն եմ խնդրում, մանկավարժն է դարել ընտրակեղծարար, ներգրավումը դրա մեջ։ Այստեղ չի կարող լինել ներքին անվտանգություն, որը շատ կարևոր է արտաքին անվտանգությունը։ Կարծում եմ, որ դուք ավելացնելու բան ունեք, եթե կարող եք արձագանքեք,
որպեսզի կրկնեք վերարտադրենք իհարկե խոսա թեման Գեորգ տարավ այն ուղղությամբ որ կա խնդիրներ մեր երկում մենք անկախություն կորցնելու խնդիր ունենք ես ավելի շատ խոսում եմ այն մասին որ արդյոք ընտրողի մոտ չի առաջանում անորոշություն ընտրություն կատարելու ժամանակ ընդհանրապես միգուցե ամեն կուսակցություն իր վստահ է որ իր մոտ չկա նման խնդիր բայց արդյունքում մենք տեսնում ենք որ կա նման խնդիր մենք տեսնում ենք որ մարդիկ ի վերջո վարանում են չգիտեն ով ի վերջո ով ինչ է ուզում ով ինչ է անելու առաջնային խնդիրը մեզ համար հետեւյալն է որ կոտրենք այդ անորոշությունը եւ անտարբերությունը որպիսի ընտրողը քաղաքացին մասնակցի որոշման կայացմանը այն որոշման կայացմանը որով պիտի նշանակվեն ազգային ժողովում հանրային ծառայություն իրականացնող падգամավորները իսկ թե ինչպիսին կլինի նրանց մոտ կամքը ընտրական կամքը ինչպես նրանք քվեարկեն դա քանի որ մեծամասշտաբ միջոցառում է ապա դա հնարավորինս օբյեկտիվ է լինելու դա ժողովրդի որոշումն է միասնական մեկ որոշում անկախ նրանից նրանք ինչպես են քվեարկել նրանք քվեարկել են այս կամ այն քաղաքական ուժի օգտին այս կամ այն քաղաքական ծրագրի օգտին թե ոչ սա մենք բացահայտելու ենք ժողովրդի կամքը որով պիտի երկրում իրականացվի հանրային իշխանություն եւ կառավարություն 25 տարի վերջին ընտրությունների ժամանակ վերջին շրջանի ընտրությունների ժամանակ դրանք չեն արտահայտել ժողովրդի կամքը կեղծվել են ընտրության արդյունքները մեր կարծիքով հավելագրվել են մասնակիցների թիվը եւ դա չի եղել իրական կամքը մեր խնդիրը հետեւյալն է որ ժողովուրդը գիտակցի մարդը գիտակցի որ չկա որևէ անպետք ձայն չկա որևէ ավելորդ մարդ եւ նա շատ կարեւոր է իր ձայնը շատ կարեւոր է որպեսզի մենք միասնական որոշում կայացնենք թե ինչպիսին է լինելու պալիտրան ներկապնակը ազգային ժողովում եւ տվյալ դեպքում դա պետական իշխանություն է իրականացվում ազգային ժողովում մեծամասնությունը եւ փոքրամասնությունը գաղափարական բախումներ բանավեճ անելով մտքերի բախում անելով ծնվելու է ճշմարտությունը մենք հիմա կվերցենք զանգը ուղղակի խնդրեմ քանի որ մեզ մոտ չկա հանրապետական կուսակցություն ներկայացուցիչ կուզեի որ իրենք լինեն որ մենք իրենց հետ նաեւ բանակցենք մենք վերցնենք զանգը լսենք թե ինչ է ասում մեր հետեւյալ այս ռադիո լսողը լսում ենք ձեզ Ալո այո բարև ձեզ ուզում եմ շատ կարճ ու հազիվ դες մի բան ասեմ այս մեկ կոռուպցիա մյուս ես դերետ համամիտում դա չի իրական է իզրայել լսում այո լսում ենք ձեզ ուրեմն շնայեք որ մի գիժը մաղաց չորանը նորից Գերնից կվեկալի կլրչի մաղի վրա, որ մաղի մի անգամ մաղաց անցած, ոչ մի գիր, հիմա ասում եք կոռուպցիա, ուներն եք ժամանակ ասում եք 55 հոգի, 5 տարվա մեջ, այդ կլոնկա չի սխնել, վարապացուց եղավեն ջահելինը, որ ուզում էր կլոնք ես սխնել, ժանգոտել ու դարձավ կիծաղի հեռարկալ։ Լավ, այջան, հարց ունեք, խնդրեմ հարց ձևակերպեք։ Հարցս Այդ 55 հոգին, որ մաղից ընգել են չած, ինչի եք նորից դորեք կատայ ոս ժողովրդի վզին, Պանք ես անջատված 55 հոգուց վախկացած կոռուպցիա ու կաշարտվող։ Լավ, շնորհակալություն։ Ես մի փոքր Մենք հասկացանք հարցի իմաստը։ Այսինքն նկատի ունի այն падգամավորներին, հարգարժան քաղաքացին, ովքեր հավանաբար ոչ մի անգամ չեն օգտվել ազգային ժողովում իրենց հիմնական գործառույթից։ Այսինքն Սահմանադրության 88 հոդվածը որ ասում է ազգային ժողովը դա ժողովրդի ներկայացուցչական մարմինն է, ենթադրվում է որ ազգային ժողովի падգամավոր, այսինքն ոչ թե ենթադրվում է, դա նշանակում է, որ պետքա ժողովրդի շահը ներկայացնի։ Ի ժողովրդի շահը ներկայացնում են խոսքով, կոնկրետ նախաձեռնությամբ։ Ազգային ժողովը մնջախաղի թատրոն չի, որ լուրջ ձեռնաշարժությամբ մարդկանց ինչ-որ բան հասկացնի։ Ուրեմն երևի քաղաքացին իրավացիորեն ես պաշտպանում եմ հարգարժան հարցատուի դիրքորոշումը, այո, նա դժգոհում է այն փաստից, որ այսօր նույն մարդիկ, ովքեր երբեք իրենց թույլ չեն տվել իսկապես զգալ падգամավոր, երբեք իրականում չեն կատարել իրենց առաքելությունը, հիմա նորից հայտ են ներկայացել։ Դե դրա համար էստեղ հարգելներս մեծ անելիք ունի ժողովուրդը։ Եթե ժողովուրդը այդ նույն մարդուն պետք է նորից ընտրակաշառքի դիմաց անդարտ կյանքի լիազորագիր տա եւ եւս 5 տարի ուղարկի
ազգային ժողով, որ մեր նմանների ճակատագիրը որոշի, թող չանի։ Հիմա շատ լավ առիթ է, որ ժողովուրդը ապտակի նման պատգամավորներ։ Բայց ուղղակի հանուն արդարության պիտի ասեմ, որ իհարկե դուք Ծառուկյան դաշինքն եք ներկայացնում, բայց Բարգավաճ Հայաստանի ըստ վիճակագրության ամենաշատ բացակայությունները եղել են Բարգավաճ Հայաստանի պատգամավորների կողմից, այսինքն սա էլ ցուցանիշ է, երբ որ իրենք մտել են ազգային ժողով եւ ըստ էության չեն մասնակցել այդ աշխատանքներին գլոբալ առումով, չէ՞ որ այդ հնարավորությունը տրված էր ընդդիմություն, այլընտրանք եւ այլն իշխանություն կար, բայց ես կուզեմ արտակին լսել, արտակ եթե կարողես։ Հրաշալի օրինակ էր։ Սա նաև քաղաքական պատասխանատվության ինստիտուտ է, ընտրությունները։ Ժողովուրդը պիտի գնահատական տա, պատասխանատվության ենթարկի գործող պատգամավորներին։ Ընտրի այն ցուցակը, որի մեջ չկան այդպիսի պատգամավորներ, որոնք իրականացրել են պարլամենտական գործունեություն։ Ես ձեզ վստահեցնում եմ, գործող պատգամավորների 80%-ը չեն պատկերացնում այն լիազորությունները, որով օժտված է պատգամավորը։ Նրանք չեն տիրապետում այն գործիքակազմին, պատգամավորի գործիքակազմին, որով հնարավոր է գործել եւ իրականացնել օրենսդիր իշխանություն։ Շատ լավ օրինակ բերվեց, նաեւ ասվեց, որ այո, չի կարելի ընտրակաշառքով քվեարկել։ Պետք է որոշել, թե ով կարող է լավ ծառայել այդ պաշտոնում։ Ոչ թե գնալ ազգային ժողով եւ ընդհանրապես քվեարկությանը չմասնակցել, չարտահայտել դիրքորոշում, մտքերի բախմանը չմասնակցել։ Այո, այդպես էլ կատարեք։ Հույս ունենք, որ այս ազգային ժողովը որակով ավելի բարձր պիտի լինի։ Պարոնակ, եթե ձեր կուսակցությունները չեն ընտրվում, դուք չեք անցնում, կամ կուսակցություն չի հավաքում մեծամասնություն եւ նման հավակնոտ ծրագրեր հնարավորություն չի լինում իրականացնել, որտեղ հնարավոր է, նորմալ է, որ կուսակցությունը չհավաքի, մեծամասնություն չկազմի, այսինքն իր ուզած ծրագրերը չկարողանա մինչև վերջ իրականացնել։ Ինչ է կանում այդ դեպքում։ Արդյոք չի առաջանում նույն խնդիրը, ինչպես որ շատ մարդկանց մոտ թողնում են, գնում են, որովհետեւ չեն տեսնում ելք, եւ հիմա դուք էլ եթե չեք ընտրվում, ինչ եք անում, ինչ է անում կուսակցությունը, կամ ինչպես ենք մենք ստիպում մեր, կամ ոչ թե ստիպում, այլ հորդորում մեր ընտրողներին, որ չընկճվեն, չհուսահատվեն, որ պայքարը դեռ շարունակականություն է ենթադրում, որ մի հատով չի, չնայած ոմանք կարող են ասել 25 տարի է արդեն, ինչպես որ ես նաև ասացի։ Խնդրեմ Գևորգ, մենք ունենք չնայած բաց, խնդրեմ, կարճ եթե կարելի է։ Շատ հակիրճ ասեմ, ուրեմն առաջին Ծառուկյան դաշինքը հորդորում է անպայման մասնակցել ընտրություններին։ Ծառուկյան դաշինքը հորդորում է ընտրություններին մասնակցելուց առաջ լսել բոլոր մասնակիցներին։ Ես այն կարծիքին չեմ, մենք դեռ խոսեցինք լրակյաց պատգամավորների մասին, բայց չի կարելի ասել, որ մեխանիկորեն մյուս ծայրահեղության մեջ ընկնել, ուրեմն շատ արդյունավետ են, ասենք, միայն բարձր խոսող լաչառություն անող ներողություն այդ պատգամավորները, դրանց էլ օգտակար գործողության գործակիցն է շատ ցածր, բայց հիմա ամեն առաջինը պետք է լսել քաղաքական ուժերին, պետք է ուղղակի խորանալ նրանց ծրագրերի մեջ, համեմատել։ Այսօր քաղաքական ուժերի մի զգալի զանգված կենտրոնացել է Ծառուկյան դաշինքի ծրագրային դրույթների վրա, փոխանակ սեփականը արտահայտելու, ներկայացնելու, հանրության դատին հասնելու, բանուգործները թողած քննադատում են Ծառուկյան դաշինքի քայլերը։ Ընկերներ, ասում եմ, դուք էլ ունեցեք ձերը, թող ժողովուրդը տեսնի, քննարկի, համեմատի, ում հետ որ ժողովուրդը իր ներքին ձայնը հուշի իրան կապել իր ճակատագիրը, թող նրան ընտրի։ Եվ ես համոզված եմ, սա մեծախոսություն թող չանչի, որ Ծառուկյան դաշինքը ոչ միայն ներգրավված է լինելու ազգային ժողովում, այլև ունենալու է նշանակալի ներգրավվածություն, հաշվի առնելով նորից եմ կրկնում, այն իրատեսական ծրագիրը, որ մենք ներկայացրել ենք, Ծառուկյանի անձի գործոնը, որ բարձր հանրային վստահություն ունի, ինչպես նաև այն մարդկային ռեսուրսները, ովքեր լծվել են այդ ծրագիրը կենսագործելու գործին։ Շնորհակալություն, Գևորգ Արտակ։ Գիտեք, կան գործիքներ, որոնցով հնարավոր է հասնել արդյունքի։ Եվ քաղաքացիական հասարակությունը, որ ըստ էության դա այն ուժն է, ով մշտապես սահմանափակում է իշխանությանը անմիջականորեն գործող իրավունքով, կարելի համարել ընդդիմադիր, ընդդիմություն գործող իշխանությանը։ Իրականացրել է Հայաստանում բավականին մեծ փոփոխություններ։ Միայն պատգամավորը չի, որ դա կարող է անել, միայն ազգային ժողովում ներկայացված քաղաքական ուժը չի, որ կարող է անել։ Կան գործիքներ, որոնցով հնարավոր է հասնել արդյունքների եւ իրականացնել երկրում փոփոխություններ։ Եվ կարծում եմ Հայաստանում դա մեծ ձեռքբերում է, որ պատգամավորներ չհանդիսացող անձինք, ազգային ժողովում ներկայացված չլինող անձինք կարողանում են փոփոխություններ մտցնել։ Մեր կուսակցությունը չլինելով արտախորհրդարանական գործնեությամբ, մեր կուսակցությունը նմանատիպ բազմաթիվ արդյունքներ եւ փորձեր ունի։ Ես նմանատիպ բազմաթիվ օրինակներ ունեմ, չլինելով պատգամավոր, բազմաթիվ օրենսդրական փոփոխություններ եմ կարողացել պարտադրել ազգային ժողովին, լինի դա մեծամասնություն, թե փոքրամասնություն։
դատական process-ներով, ստրատեգիական դատավարություններով եւ լոբիստական աշխատանքներով եւ advokasiայով։ Սա հնարավոր է իրականացնել։ Շնորհակալություն, մենք հիմա կվերցնենք զանգը, հուսամ, որ այս անգամ կունենանք կոնկրետ հարց։ Լսում ենք ձեզ, դուք եթերում եք։ Լսում ենք ձեզ։ Բարև ձեզ։ Ես Գեորգիան միատուսում են հարստամետ բակավաճի մեր հույրին հաղթանեմ մեկ դեպուսակցությունը հարգում ենք և գիտերների անուն չեմ ուզում տամ այդ անուններն ասենք Տիգրան Խուրիխանյան, Նայե Զորապյան, Մերկոնյան, Սուրիկ Թամազյան ոչ չեմ ուզում տամ անեմ բայց դուք չեք զգում որ ժողովուրդը հավատ չունի լավ կուսակցություն, լավ լիդերներ բայց ինչեք եք խնամի, փեսատ, անդրեցատ, բան զոգաչ, սա խարնել իրան ժողովուրդը տարակուսանքի մեջ է, դուք լավ կուսակցություն հնարավոր չի որ մի քիչ արանքից հանեք, Շնորհակալություն։ Լսում ենք ձեզ, Գեորգ։ Շնորհակալություն, ուրեմն ես չգիտեմ կոնկրետ այդ զոքանչ խնամի ում նկատի ունի, այդպիսի մարդիկ չկան Ծառուկյան դաշինքի կազմում, բայց հիմա հնարավոր է դաշինքի կազմում, ասենք ինչ որ մեկի ազգականը լինի, սա ոչ օրենքով է արգելված, ոչ էլ մենք այդպիսի բարոյական իրավունք ունենք կարճել մարդու թեկնածունից հենց միայն նրա համար, որ նա ինչ որ մեկի ազգականն է։ Իսկ ինչ վերաբերում է վստահությանը, ես վստահաբար կարող եմ ասել, որ հասարակության մեծամասնության մոտ պահպանվում է վստահությունը Ծառուկյան դաշինքի եւ նրա ղեկավարի նկատմամբ, ու ասենք 1-2 մարդու միջոցով չի կարելի գնահատական տալ։ Ի վերջո այդ Ծառուկյան դաշինքի կորիզը կազմող Բարգավաճ Հայաստան կուսակցությունը եղել է եւ մնում է ազգային ժողովի ամենաակտիվ խմբակցությունը եւ ես չեմ հիշում մի նշանակալի դեպք իրադարձություն, երբ որ այդ խմբակցությունը ընդունի դիտորդի կեցված ու սառնասրտորեն նայի դեպքերի ընթացքին։ Ես հիմա ուզում հասկանալ, եթե մենք ունենք զանգ, արդյոք կարող ենք վերցնել այդ զանգը եւ արդեն կուզեի հարցնել վստահված անձանց մասին, քանի որ գիտեմ, որ Երկդաշինքը շատ այդ առումով շատ կարևոր աշխատանք է տարել դրա համար կուզեի ձեզ այդ հարցը տալ, բայց մինչև այդ վերցնենք զանգը, լսում ենք ձեզ, դուք եթերում եք։ Այո, լսում ենք ձեզ։ Բարև ձեզ։ Այո։ Լսում ենք, դուք խոսեք, արդեն եթերում եք, հանգիստ խոսեք։ Բարև ձեզ, հարգարժան պարոնայք, ես կուզենայի հարց տալ հարգարժան ուղերի։ Ուրեմն հարցը մի հատ կոնկրետ մի հատ հարց հետևյալն է։ Մասսայական, ասենք, փաստացի ընտրակերտիկների դեպքում արդյոք բոլոր քաղաքական կուսակցությունները, ընդդիմադիր կուսակցությունները կունենան բավականին կամ չի ուժ, որպեսզի ասենք այս անտանելի կառավարության դեմ դուրս գան մեր ժողովրդի քաղաքացիական անհնազանդության տարբերակով։ Շնորհակալություն, Արտակ, թեև դուք վերցնեք այս Ես կուզեի հենց սա վերցներ Բարգավաճ Հայաստան Ոչ մի խնդիր չկա, ուրեմն նախ եւ առաջ Ծառուկյան դաշինքը պետք է քարոզում է եւ պետք է անի այնպես, որ այդ ընտրակեղծիքները խեղդվեն հենց օրորոցում։ Այսօր մենք արդեն գործուն ջանքեր ենք իրականացնում այդ տեղերում մարդկանց նկատմամբ ահաբեկումները կանխելու, այդ անձնագրերի տվյալները վերցնելու, մարդկանցից բռնախալելու ուսուցիչներից, ուսուցչուհիներից, այդ մասսայական զանգվածային գրանցումների վայրերը փոխելու եւ այլն, դա վերցրել ենք հսկողության տակ։ Այսինքն մենք ամենից առաջ իրավաբանական բնույթի միջամտություն ենք հավակնում ունենալ այս ամեն ինչին։ Իսկ թե վաղը միսօր այդ պայքարը կտեղափոխվի փողոց, թե ոչ, ես ընդհանրապես փողոցային պայքարի կողմնակից չեմ, թեպետ եւ կույր չեմ նաեւ չխոստովանելու, որ այսօր Հայաստանում շատ հարցեր լուծվում են առավելապես քաղաքացիական ակտիվության եւ ոչ թե ասենք այս կամ այն падգամավորի կամ նախարարի միջամտությամբ։ Բայց հիմա մենք դեռ պատրաստվում ենք ընտրություններին, մենք տանելու ենք քաղաքակիրթ եւ օրինական ընտրարշավ, եթե ընտրությունները կկեղծվեն այդպես համատարած, ապա արդեն այդ ժամանակ ես չէ որ հիմա այստեղից պետք է ասեմ գալիք գործողությունները։ Կարծում եմ որ այս դեպքում ճիշտ կլինի որ ընդդիմությունը համախմբվի եւ իրականացնի իրավիճակից բխող անհրաժեշտ գործողություններ, բայց մենք ի սկզբանե հակված ենք պայքարին մոտենալ հարգանքով, իրավաբանորեն հիմնավորված գործողություններով եւ նաեւ նույնը ակնկալում ենք մեր հարգարժան մրցակիցներից։ Արտակ կարող եմ դիմությունը ես փորձեմ այս հարցին պատասխանել հարգելի քաղաքացի ընտրությունների ժամանակ մենք իրականացնելու ենք մենք եւ դուք մեր ընտրական իրավունքը դա պետական եւ տեղական ինքնակառավարմանը մասնակցելու իրավունքն է եւ յուրաքանչյուր քաղաքացի նաեւ պարտավոր է հետևել որպեսզի ընտրական իրավունքը չխախտվի ոչ միայն իր սուբյեկտիվ ընտրական իրավունքը այլ ընդհանրապես օբյեկտիվ ընտրական իրավունքը չի կարելի կաշառք վերցնել մենք հիմա մի իրավիճակում ենք երբ մարդիկ հաճախ քարոզում են գիտեք ինչ որպեսզի չընկնեք հարվածի տակ չդառնաք թիրախ վերցրեք կաշառքը որպեսզի չբացահայտվեք բայց քվեարկեք ձեր կամքով
մենք ուզում ենք լինի այնպես, որ մարդիկ ամաչեն ընտրակաշարք առաջարկելուց եւ իրականում այդ բացական երևույթը հենց այդպես էլ դրսևորվի ընտրակաշարք վերաբերվեն, այո, երբ ընտրակաշարք լինեն համարձակ, լինեն քաջ, այնպես ինչպես որ լինում են առաջին գծում սահմանը պաշտպանելիս, չվերցնեն ընտրակաշարք համարձակորեն եւ դա դիտեն որպես ինչպես որ կա հանցագործություն եւ դա պատասխանատվության ենթարկվի ընտրակաշարք վերցնելը, իսկ մենք քաղաքական գործիչներս, իրավապաշտպաններս, մարդիկ ովքեր որ կոչված են պաշտպանելու նաև ընտրական իրավունքը, պիտի մեր վստահված անձանց միջոցով փորձենք սա համակարգված ձևով կանխարգելել առաջին հերթին, պաշտպանել նաև։ Բայց միևնույն ժամանակ պետք է մեր ժողովուրդը իմանա, որ իրավունքի պաշտպանության ինքնապաշտպանության եղանակը դա իրավունքի պաշտպանության ամենահին եղանակն է եւ ամենաօրինական ու ամենալեգիտիմ։ Եթե չկա ժամանակակից ստեղծված պաշտպանության միջոցները, արտադատական եւ դատական պաշտպանության միջոցները։ Մենք պետք է սա չբացառենք, որտեղ Հայաստանը ստեղծվել է նաև իրավունքի ինքնապաշտպանության իրացմամբ։ Հետաքրքիր է։ Մենք ունենք զանգ, վերցնենք այդ զանգը, լսում ենք ձեզ դուք եթերում եք, եղեք կարճ, եթե կարելի է, մենք արդեն շատ քիչ ժամանակ ունենք եթերի համար։ Բարի երեկո։ Եթե մենք ունենք իրավունք ընտրելու, ով ուզում է թող ընտրվի, գոյնազգային ժողովում կես տարով կամ 1 տարով մեզ բոլորիս ազգին ասեն իրանց անելիքները, եթե նրանք գործունյա չեն, մենք ունենք իրավունք հետ կանչելու այդ մեխանիզմը ինչի՞ չի գործում։ Եղավ, շնորհակալություն, կարևոր հարց է, Գևորգ։ Ճիշտն ասած ես բազմաթիվ առիթներով ասել եմ, որ պետք է վերականգնել, այո, պետք է վերականգնել այդ հետկանչի ինստիտուտը, բայց ցավոք սրտի հետկանչի ինստիտուտը ոչ սահմանադրության մեջ տեղ գտավ բարեփոխված այսպես կոչված սահմանադրության, ոչ էլ ընտրական օրենսգրքում, բայց իսկապես ես կիսում եմ քաղաքացու կարծիքը, հետկանչի ինստիտուտը շատ ճիշտ ինստիտուտ է, երբ որ падգամավորը, որը ընտրվում է կամ ճակերտավոր իմաստով ընտրվում է 5 տարի հաշվետու լինի իր ընտրազանգվածին եւ ոչ միայն ընտրազանգվածին, ընդհանրապես ամբողջ բնակչությանը, բայց այսօր մենք շատ գիտենք, լավ գիտենք կամ падգամավորներ ընտրվում են եւ եթե ինքը իր ընտրված տարածքով ման գա, ոչ մեկ իրեն չի ճանաչի, որովհետեւ երբևէ իրեն թույլ չի տվել այցելել ընտրազանգվածին, լսել նրանց խնդիրները եւ խնդիրները բարձրաձայնել ազգային ժողովում։ Բայց ցավոք սրտի Հայաստանի գործող սահմանադրությունը այդպիսի իրավակարգավորում չի նախատեսում եւ մենք ինչքան էլ չուզենանք, բայց պետք է ենթարկենք։ Ինչպես է ընտրվում այդ մարդը, եթե իրեն չեն ճանաչում։ Դե հիմա այդ պետք է արդեն ժողովուրդը իմանա ում է ընտրում։ Դե դες դա ժողովուրդը պետք է պատժի այդ ինքնասիրարված աթոռի հետ ամուսնացած մարդկանց, որ նրանց երբեք թույլ չտա երկրորդ անգամ այդ բերկրանքը ճաշակել, եթե նրանք առաջին անգամ չեն արդարացրել ժողովրդի իրավաչափ սպասելիքները։ Սիրելի հայրենակից բավականին բարդ իրավական եւ քաղաքական խնդիր եք բարձրացնում, դա միանշանակ չի, որ հետկանչի ինստիտուտը դա լավագույն լուծումն է։ Բայց զասպաշապիկ ներողություն եմ խնդրում, գիտեք, շատ բարդ խնդիր է դա, չափազանց բարդ խնդիր է եւ բոլորովին միանշանակ չի, որ այդ հետկանչի ինստիտուտը լավ է աշխատում։ Կան մեխանիզմներ պարտադրելու քաղաքական գործին, պարտադրելու ազգային ժողովի падգամավորին, որպեսզի նա կատարի իր պարտականությունները, իր ծառայությունը կատարի ժողովրդի առջև։ Եվ ես հիմա վստահ չեմ, թե եթե նման հարց դրված լինի քվեարկության, ես կողմ կքվեարկեմ, որպեսզի հետկանչի ինստիտուտ լինի, որովհետև բավականին բարդ բան է դա, շատ բարդ բան է եւ դա նաեւ ունի շատ բացական երևույթներ է։ Մենք հիմա կարող է այսպես պոպուլիստական ասենք, ինչ լավ է, հետկանչի ինստիտուտներ դնենք, բայց դա նաեւ իր մեջ ունի բավականին բացական կողմեր։ Պետք է սա շատ խորը քննարկել եւ նաեւ կոնկրետ իրավիճակում կոնկրետ լուծումներով տեսնել։ Արժի արդյոք ներդնել սա, թե դա շատ ավելի բացական հետևանքներ կարող ունենալ։ Պարոն, 45 րոպեն անցավ ուղղակի աննկատ, ինչպես նկատում եք կամ չենք նկատում, որ շատ արագ անցավ։ Շնորհակալություն եմ հայտնում բոլոր զանգահարողներին։ Ես ուզում եմ նախ հիշեցնել, թե մենք ում հյուրընկալեցինք ելք ընտրական դաշինքով առաջադրված падգամավորության տեխնացու Հանրապետություն կուսակցության անդամ իրավապաշտպան Արտակ Զեյնալյանին, Արտակ ողջունում եմ եւս մեկ անգամ եւ շնորհակալություն եմ հայտնում եւս մեկ անգամ։ Այո, Ծառուկյան դաշինքի ազգային ժողովի падգամավորության տեխնացու թիվ 1 ընտրատարածքում աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախկին նախարար Գևորգ Պետրոսյան, Գևորգ եւս մեկ անգամ շնորհակալություն։ Ես էլ եմ շնորհակալ։ Ես շնորհակալություն եմ հայտնում նաեւ Շվեյցարիայի համադաշնության կառավարությանը եւ Դեպոպ կառավարման ինստիտուտին այս աջակցության համար եւ որոնց նպատակն է աջակցել Հայաստանում արդար եւ թափանցիկ ընտրությունների անցկացմանը, այդ ընտրություններին քաղաքացիների գիտակցված մասնակցության, ինչպես նաեւ նպաստել Հայաստանում քաղաքացիական գիտակցության զարգացմանը եւ այս նույն նպատակներն են հետապնդում նաեւ հանրային ռադիոն իր բոլոր հարթակներով։ Շնորհակալություն բոլոր զանգահարողներին։
Բոլոր նրանց, ովքեր մեզ հետևում են ակտիվորեն, մնացեք հանրային ռադիոյի ուղիղ եթերում, սա Status Quo հաղորդաշարի հերթական թողարկումն էր, առայժմ։ Status Quo իրադրությունն այնպես, ինչպես որ կա, առանց գունավորումների։ Status Quo կարելի է այն փոխել, ինչպես եւ արդյոք դա անհրաժեշտ է։ Status Quo քաղաքագետ Գևորգ Մելիքյանի հաղորդաշարում։